Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, զինակից, ընկերներ, քույրեր եւ եղբայրներ։ Այսօր ես ցանկանում եմ դիմել բոլորիդ անխնդիր։ Մի խնդրանքով։ Խնդրում եմ, ինձ հետ կապ հաստատելիս բարև ոնց ես, ինչպես ես, հերթական հերթապահ հարցը խնդրում եմ չտալ։ Այնպես չի, որ վատ եմ, տրամադրված եմ մարտական, կորուստի զգացումով, խորը վշտի մեջ, բայց նես չի, որ վատ եմ, դուխաթափ վիճակում եմ գտնվում, հոգեկան անհավասարակշիռ վիճակում, ոչ, ստապ գիտակցում եմ ինչ է մեզ սպասվում և պատրաստվում եմ ինչ-որ գործառույթներ իրականացնել իրավիճակից դուրս գալու։ Սովորաբար, եթե մարդ մեկի որպիսությունն է հարցնում, պետք է սպասի պատասխանին և ունենա այդ հնարավորությունը, եթե մարդը արտահայտի վատ եմ, ասի ինչով կարող եմ օգտակար լինել և կոնկրետ գործառույթ իրականացնի զրուցակցի կարգավիճակը, իրավիճակը փոխելու համար։ Եթե այդ հարցը ձևական բնույթ է կրում, ավելի լավ է չտակ, ինչպես կարկառուն գործող իշխանության ներկայացուցիչներն էին արտահայտում, ողջույնի խոսքով բարև ոնց ես, կարծում եմ լավ ես, ես նման հարցադրումով 100%-անոց մեր ազգաբնակչությանը չեմ դիմի։ Այդ հարցին կպատասխանեմ, որ ես ի տարբերություն ձեզ չեմ կարող լինել լավ, երբ որ ես օրեկան ստանում եմ լուր, որ իմ ազգակցի, իմ հայրենակցի կապ չունի այդ զինվորը ինչ ընտանիքից է, աղքատի, հարուստի, զոհվեց հայրենիքը պաշտպանելուց։ Ես չեմ կարող լինել լավ, երբ որ զոհվում է իմ զինակից ընկերով, որ 90-ական թվականներից առ այսօր ինձ հետ միասին պայքարել է։ Ես չեմ կարող այցելել եռաբլուր, նայելով աչքերի մեջ իր հարազատի, իր մյուս զինակցի մեղքի զգացումով, որ ես չկարողացա հասցնեմ այն վիճակի, միասնականություն մեր հրամանատարների դաշտում չկարողացա ձեռք բերեմ և դրանով չկարողացա կյանքը և ապագան զոհվողի ապահովեմ։ Իմ մեղավորության չափաբաժինը, շեշտում եմ չափաբաժինը, ես երկրի ղեկավարը չեմ, որ հայտարարեմ, որ մեղավոր եմ, բայց ինձ կներեք, ես չեմ կարող գնամ այն ծնողի ձեռը համբուրեմ, ում երեխային իմ մեղքով, իմ սխալ վարած քաղաքականության շնորհիվ հանձնեցինք հողին։ Հերոսացներ, մեդալներ, պարգևներ, ում են դրանք պետք, որը որ կարող է չլինել հմուտ ղեկավարության դեպքում։ Ես չեմ կարող, ասեմ լավ եմ, երբ որ ես տեսնում եմ օրեկան, մենք նահանջում ենք, ես չեմ կարող լավ լինել, տեսնելով, որ 90-ականների պայքարի արդյունքում հաղթանակած, ազատագրածը մենք օրեկան հանձնում ենք Թուրքին։ Ես չեմ կարող հաշտվել նրա հետ, որովհետև նա սպանել է իմ ազգի 80%-ից ավելին և շարունակում է սպանել։ Ես չեմ տեսնում նրա կողմից որևէ քայլ, որը որ տանում է հաշտության։ Ես տեսնում եմ, որ միայն զավթելու իմ հայրենիքը կործանելու, իմ այս այդ մարդու հետ ոնց կարող եմ հաշտվել։ Մեծ ցանկություն ունեմ խաղաղություն ձեռք բերելու նպատակով տարածաշրջանում հաշտվելու, սակայն նշված թշնամուս հետ ես չեմ հաշտվի։ Ոնց ուզում եք ինձ պարտադրեք, ես չեմ կարող հաշտվել։ Որտև նա սպանել է իմ զինակից ընկերոջը, իմ հայրենակցի որդուն, իմ հայրենակցի կնոջը, երեխայի, սրբությունը կորցրած մորթել են, կաշիներն են քերթել։ Որպես հայ, առնական տղամարդ, ես չեմ հաշտվելու, ինչ ուզում է լինի, ինչ քաղաքական իշխանություններ ուզում է լինի։ Ես ավանդապաշտ, քրիստոնյա, հայ եմ և չեմ ընդունում հաշտություն, արտահայտությունը իմ թշնամու հետ։
կեղծավոր հարցադրումներ չեմ կատարում։ Եթե ես հարցնեմ ձեր որպիսությունը, ուրեմն հաստատ ունեցեք ակնկալիք, որ ես իմ խոսքիս արժեքը գիտեմ, եւ հետեւաբար խոսքիս պատասխանը կտամ։ Իսկ եթե դու պատրաստ ես հարգելի զինակից ընկեր, որոնցից շատերին ես գիտեմ, որ արդեն գործող իշխանության մեջ են, հարգելի զինակից ընկեր, ես քեզ չեմ կարող հարգել, որովհետև քո արտահայտությունը եռաբլուրում ոնց ես քո ցավակ ցանքը, քո ռեստորաններում բարձրացրած օղու գավաթը, սա օղու գավաթ չէր, սուրճ էր, օղու գավաթը եւ այդ կենացը զինվորի, որ խմում ես եւ արտահայտում, կեղծավոր են։ Եթե դա լիներ իրական, քո սրտից բխեր, դու կլիներ այդ զինվորի կողքին։ Թույլ չէ տա, որ քո զինակիցը հետապնդվի։ Մի կողմ դրեք անձնական ամբիցիաները։ Մենք այլևս ժամանակ չունենք։ Մեզ որևէ մեկը ժամկետ չի տրամադրելու։ Որևէ մեկի հույսով Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ամերիկայի այս պատերազմները մարտական գործողություններ ձեզ չասեցին, որ ոչ մեկ էլ չի գալու հասնի։ Այդ հերթական հարցադրումները բա մենք զենք չունենք, 90-ականներին ունեինք, մեր լավագույն զենքը եղել է թաղայինի տաբելային մակարը, կամ որսորդական հրացանը, կամ արցախցի ցակատը։ Դրանով կարողացել ենք հաղթանակներ ձեռք բերենք, հիմա ինքնաձիգներ ունենք, թեկուզ անորակ։ Ունենք կայացած բանակ, իր թերություններով լի, Էմաղ չունեինք, Էմաղ կարացանք, հիմա չենք կարող, բանակ կարացանք, միասնականություն ձեր բերենք, հիմա չենք կարող, արա ձեզանից որևէ մեկը տաղանդավոր հրամանատար չի, ձեզ սպարապետի տեղը մի դրեք, որ ձեր անձի շուրջ միայն պետք է միավորվենք, և չեմ էլ ասում, որ իմ կողքը միավորվեք, ես ձեր հետ եմ, ես եմ ձեր հետ միանում, պատրաստ եմ իմ ողջ ներուժը դնել, բայց պատրաստ չեմ ձեր նման, եռաբլուրում կանգնեմ, ասեմ կներես, ես չկարացի, դա տղամարդը սազական չի, թասիբով նամուսով տղամարդը եռաբլուրում նման արտահայտություն չի անի։ Ես չեմ կարող լացել, որովհետև տղամարդ եմ, իրավունքը չունեմ, այդ լացը ես կանեմ թաքում, որ որպեսզի ոչ մեկ չտեսնա, որ ես կոտրվեցի, ես չեմ կոտրվել ի տարբերություն ձեզ։ Եթե դու քեզ կոտրված չես համարում, գտնում ես, որ արկա է միասնական լինելու 1% հնարավորություն, միացի հրամանատարներին։ Այսօր ես կդիմեմ եւ մենք մեր միասնական հայտարարությունը բոլորին անխնդիր կառավարություն կա, կառավարություն չկա, բոլորին մենք հայտարարությամբ հանդես ենք գալու։ Հավաքական ուժը ձեռք բերելու նպատակով։ Եթե դու պատրաստ ես շարունակական եռաբլուրում լացես, ողբաս քո զինակցի մահի կապակցությամբ, ես պատրաստ չեմ եւ թույլ չեմ տա դու դա անես։ Կստեղծեմ պայմանները, որպեսզի դա դու չկարողանաս անես։ Այդ ամոթանքի խոսքը ես քեզ կտամ այնտեղ։ Շնորհակալություն։